Ավելի քան 5000 տարի մարդկությունը պատերազմել է ոսկու համար, երկրպագել նրան։ Ոսկու պատճառով ծնվել եւ կործանվել են կայսրություններ։ Ոսկին միշտ առաջ է տարել մարդկությունը եւ միշտ ասոցացվել է հարստության, իշխանության եւ ուժի հետ։ Բայց ինչու հենց այս մետաղը դարձավ համաշխարհային վստահության խորհրդանիշ եւ ինչու ամեն ճգնաժամին աշխարհը կրկին ու կրկին վերադառնում է ոսկուն։ Ոսկին յուրահատուկ մետաղ է։ Այն չի ժանգոտում, դարերով պահպանում է իր գույնը եւ փայլը, շատ ճկուն է, չի առաջացնում ալերգիա եւ միաժամանակ գերազանց հաղորդիչ է։ Հենց այս հատկություններն են դարձրել ոսկին արժեքավոր մետաղ ոսկերչական իրերի, էլեկտրոնիկայի եւ տնտեսության ռազմավարական ոլորտների համար։ Այսօր ոսկին օգտագործվում է միկրոչիպերի, բժշկական սարքավորումների, ավիատիեզերական արդյունաբերության եւ շատ այլ ոլորտների մեջ։ Բացի այդ, այն շարունակում է մնալ պետությունների առանցքային պահուստային միջոց։ Բայց եկեք ամեն ինչի մասին հերթով։ Ի սկզբանե շատ կրոններում ոսկին համարվել է աստվածների մետաղ։ Հայտնի չէ, թե ով է այն առաջինը արդյունահանել, բայց հայտնի է, որ առաջիններից մեկը դա արել են եգիպտացիները։ Հենց այնտեղ էլ հայտնվել են ոսկու վերամշակման առաջին կենտրոնները։ Ոսկու արդյունահանումը շատ դժվար էր, այդ պատճառով էլ դրանով զբաղվում էին միայն ստրուկները, բայց պատկանում էր այն միայն փարավոններին եւ ընտրյալներին։ Եգիպտոսում ոսկին ասոցացվում էր արևի եւ հռա աստծո հետ։ Դրանից պատրաստում էին ոչ միայն զարդեր, այլ նաեւ փարավոնների թագեր, աստվածների արձաններ, խորաններ եւ տաճարների տարրեր։ Եգիպտացիները դարձան ոսկու մշակման իրական վարպետներ։ Նրանք նույնիսկ կարողանում էին ստանալ սուսալ ոսկի, որը ավելի բարակ է, քան մարդու մազը։ Մինչ այն պահը, երբ Հռոմը նվաճեց Եգիպտոսը, եգիպտացիները արդեն հասցրել էին արդյունահանել մինչև 6000 տոննա ոսկի։ Հռոմեացիների դերը ոսկու պատմության մեջ շատ մեծ է։ Նրանք այն հասցրեցին բոլորովին այլ մակարդակի։ Ոսկին այլևս պարզապես զարդ չէր, այն դարձավ փող։ Հռոմը սկսեց արտադրել ոսկե մետաղադրամներ, որոնցով վճարում էր լեգիոններին, կառուցում էր ճանապարհներ, քաղաքներ եւ կամուրջներ։ Փաստացի, հենց Հռոմն է ստեղծել առաջին իրական գլոբալ ֆինանսական համակարգը եւ դրել համաշխարհային տնտեսության հիմքը։ Սակայն 4-րդ դարում ոսկե մետաղադրամների մեջ սկսեցին ավելացնել ոչ թանկարժեք մետաղներ։ Դա հանգեցրեց փողի արժեզրկմանը եւ ճգնաժամին։ Իսկ հետո բարբարոսների արշավանքների եւ մի շարք այլ գործոնների պատճառով երբեմնի մեծ կայսրությունը փլուզվեց։ Դրանից հետո եղավ ոսկու մի քանի մեծ տենդ՝ Բրազիլիայում, Ալյասկայում, Ռուսաստանում եւ աշխարհի այլ վայրերում։ Ոսկին միշտ այնտեղ է, որտեղ մարդիկ փնտրում են նոր սկիզբ եւ հարստություն։ Մարդկության պատմության ընթացքում արդյունահանվել է ավելի քան 206000 տոննա ոսկի եւ դրա մեծ մասը վերջին 200 տարվա ընթացքում։ Կեսը օգտագործվում է ոսկերչության մեջ, իսկ մոտ 17%-ը պահուստավորված է կենտրոնական բանկերում։ Այսօր էլ ոսկին մնում է վստահության ակտիվ եւ տնտեսական անկայունության ժամանակ դառնում է պաշտպանական միջոց։ Շատ երկրներում ոսկին ոչ միայն գեղեցկության կամ կարգավիճակի, այլ նաեւ ֆինանսական ապահովության նշան է։ Օրինակ, այն կարող է կազմել հարսանեկան օժիտի մի մասը, որը ամուսնալուծությունից հետո դառնում է կնոջ ֆինանսական պաշտպանությունը։ Հնդկաստանում մարդիկ ԱՄՆ-ի ամբողջ ոսկու պահուստից մի քանի անգամ ավելի շատ ոսկի են պահում եւ նվիրում միմյանց։ Սրա խորքային պատճառը ոչ միայն ավանդույթներն են, այլ նաեւ մշտական տնտեսական ցնցումների փորձը։ Նույնիսկ պետությունների կենտրոնական բանկերը իրենց պահուստային կապիտալի զգալի մասը պահում են հենց ոսկու տեսքով։ Եվ այդ է պատճառը, որ յուրաքանչյուր ճգնաժամերի ժամանակ ներդրողները կրկին ու կրկին վերադառնում են ոսկուն։ Ոսկին մնում է ոսկի ցանկացած ցնցման ժամանակ։ Հիմա եկեք գործնականում պարզենք, թե ինչպես ներդրումներ կատարել ոսկու մեջ։
Ամենապարզ եւ ամենահեշտ տարբերակը ֆիզիկական ոսկին է։ Ձուլակտորներ, ոսկյա զարդեր, մետաղադրամներ, ներդրումի այս տարբերակը հասանելի է բոլորին։ Բայց այստեղ կա մի նրբություն։ Տանը ոսկի պահելը ռիսկային է։ Այն եկամուտ չի բերում, չի աշխատում ձեր համար եւ պահանջում է ֆիզիկական անվտանգություն։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Այսօր ոսկու մեջ կարելի է ներդրում անել առանց սեյֆի եւ առանց ֆիզիկական պահեստավորման։ Հատուկ ETF ֆոնդերի միջոցով, որոնք ամբողջությամբ կրկնում են ֆիզիկական ոսկու գինը։ Ըստ էության, դուք ձեռք եք բերում ոչ թե մետաղ, այլ իրական ոսկու մասնաբաժին, որը պահվում է գանձարաններում։ Գինը բարձրանում է, ձեր ակտիվը բարձրանում է։ Գինը ընկնում է, ակտիվն էլ է կորեկցիայի ենթարկվում։ Ամեն ինչ հնարավորինս թափանցիկ է։ Այս մոտեցումը եւ հարմար է, եւ ապահովում է լիկվիդայնությունը։ Սա ձեր ներդրումային պորտֆելում ոսկի ավելացնելու ամենահեշտ տարբերակներից մեկն է։ Իհարկե, դուք նաև կարող եք պահել ոսկին բանկում, բայց դրա համար ստիպված կլինեք վճարել։ Այդ իսկ պատճառով շատ ժամանակակից ներդրողներ ոսկի են ձեռք բերում բորսայում, մուտքի ավելի ցածր շեմով եւ վայրկյանների ընթացքում վաճառելու հնարավորությամբ։ Իսկ եթե ցանկանում եք ավելի բարձր եկամտաբերություն, ապա ձեզ են սպասում ոսկի որոնող, արդյունահանող կամ վերամշակող կազմակերպությունների բաժնետոմսերը։ Նման ընկերությունների բաժնետոմսերը կարելի է գնել բորսայում։ Նրանց գինը հաճախ տատանվում է 2-3 անգամ ավելի ուժեղ, քան բուն ոսկու գինը։ Սա բերում է ավելի մեծ եկամուտի, բայց նաև ավելի բարձր ռիսկի։ Այսպիսով, ինչ ընտրել։ Եթե ձեր նպատակը կապիտալի պահպանումն է, ընտրեք ֆիզիկական ոսկու ETF ֆոնդերը։ Եթե պատրաստ եք ռիսկի դիմել հանուն բարձր եկամտաբերության, ուշադրություն դարձրեք առանձին կազմակերպությունների բաժնետոմսերին։ Ոսկին չի խոստանում արագ հրաշքներ, բայց հենց դրանում է կայանում նրա ուժը։ Այն պահպանում է արժեքը, երբ վստահությունը վերանում է։ Ոսկին ժամանակից դուրս է։ Եվ հիշեք, ներդրումներ կատարելուց առաջ միշտ անհրաժեշտ է ընտրել ռազմավարություն, քանի որ ճիշտ ռազմավարությունը ոսկու արժեք ունի։